Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Կատարի Ալ-Ուդվեյդ ավիաբազա, որը Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների գլխավոր ռազմաբազան է։ Պարսից ծոցի երկրներ կատարած քառօրյա շրջայցի նպատակն է ընդգծել, որ իր վարչակազմը հրաժարվում է տարածաշրջանում Միացյալ Նահանգների նախկին միջամտական քաղաքականությունից։ Նոր Զելանդիայի խորհրդարանը քննարկում է երգելով իրենց բողոքն արտահայտած պատգամավորներին ժամանակավոր հեռացնելու հարցը։ Իշխող կոալիցիայի պատգամավորները, որոնք ունեն խորհրդարանական մեծամասնություն, նախատեսում են կողմ քվեարկել հեռացմանը, սակայն խորհրդարանի նախագահ Գերի Բրաունլին որոշել է քվեարկությունից առաջ ծավալուն քննարկում կազմակերպել։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն մայիսի 16-ին։ Ռուսական և ուկրաինական պատվիրակությունները Ստամբուլում են, Ֆրանս պրեսի հաղորդմամբ այնտեղ է ժամանել նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Մայիսի 11-ին իրանական պատվիրակության հետ բանակցությունների վերջին փուլի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահի դեսպանորդ Ստիվեն Վիտկոֆն Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին է փոխանցել նահանգների առաջին գրավոր առաջարկը Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա անհամաձայնությունները լուծելու համար։ Թրամփը Դոհայում հայտարարել էր, ընթացող բանակցությունները շատ լուրջ են և ուղղված են երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Նա հավելել է, որ գործընթացը շարունակվում է և առաջընթաց կա։ Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում էր Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը։ Կրեմլում նրան ընդունել էր Վլադիմիր Պուտինը։ Քննարկման ընթացքում Պուտինը որոշել էր հանելուկ պատմել նախագահին։ Три трона стоит. Один для царя, второй для его жены, для царицы. А третий трон, как вы думаете, для кого? Господин премьер-министр, практически не задумываясь, ответил, для второй жены. Միջազգային մամուլը տեսանյութը տարածել է Կրեմլում Պուտինը ծաղրում է Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմին հանելուկով վերնագրով։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։